Գիշերվա ժամը 2-ն է։ Ես ձեզ ողջունում եմ Բրյուսելի օդանավակայանից։ Որոշել եմ ընդամենը 2 օրով գնամ Բրյուսել եւ Ամստերդամ։ Առաջինը գնալու եմ Ամստերդամ Flixbus-ով։ Կես ժամից շարժում է Flixbus-ը, ուղղակի ես ներսում եմ սպասում, որովհետեւ շատ ցուրտ է։ Առավոտյան 6-ին հասնելու ենք Ամստերդամ, այնտեղ մնա մինչև ժամը երեկոյան 5-ը, 11 ժամ մնալու եմ Ամստերդամում։ Վերադառնանք Բրյուսել, գիշերենք ու հաջորդ օրը ամբողջ օրը անցկացնենք Բրյուսելում։ Մի քիչ շատ խառն է ստացվել ու գիտեք չէ, որ դուրս եկա օդանավակայանից, տեսակ սեն մարդկանց դեմքերը ինձ դուր չէին գալիս։ Ասացի լավ, ստուգեմ տեսնեմ ընդհանրապես Բրյուսելը ապահով է։ Կարդում եմ, որ տերորը շատացել է այստեղ ու թարմացված ինֆորմացիա էր, հենց այսօրվա թարմացված ինֆորմացիա էր, որ պետք է զգույշ լինել, որ գողությունները շատ են, մանավանդ տրանսպորտային միջոցների մեջ, մետրոներում։ Ընդհանրապես չի մտածում, որ այստեղ ապահով չի, բայց չենք ընկճվում եւ գնում ենք մեր Flixbus-ի կանգառ։ Դե եկեք արդեն շարժվենք, որտեվ 2:08 է, մինչև գնամ այնտեղ 2:20 կարող է լինի։ Չգիտես Flixbus-ը երբ կշարժվի։ Ժամը 7-ին 10 պակաս, ես արդեն Ամստերդամում եմ, եկել եմ Starbucks, որովհետև միակ տեղն էր, որ բաց էր հիմա։ Վերցրել եմ կապուչինո եւ դարչինով թխուկ։ Հիմա անձրև է գալիս, բայց ընդհանրապես չկար եղանագիտացությունը, որ պետք է անձրև գա։ Հիմա էլ որ նայում եմ ցույց չի տալիս, հուսով եմ, որ կկտրվի, որովհետև ունեմ մի քանի ժամ ու պատկերացրեք, որ անձրև գա, ոչ մի բան չկարողանամ տեսնել։ Շատ մութ է, իմաստ չունի հիմա դուրս գալու։ Դեմ տեսեք ինչ մութ է։ Բան չի երևում։ Գնացքը 2 հարկանի է, իջել եմ ներքևի հարկ ու ինձ թվում է նստել եմ առաջին կարգի տեղում, որովհետև այստեղ մարդ չկա, իսկ մնացած տեղերում մարդիկ կան։ Եղանակը դեռ շարունակում է լինել անպամած, կարևորը անձրև չկա։ Օֆիցիալ բարի գալուստ Ամստերդամ։ Դերթաց է, բայց ընդհանրապես ցուրտ չի, այսինքն այսպես չեմ մրսում։ Գնում ենք առաջինը Ամստերդամի գլխավոր հրապարակ։ Քաղաքը դեռ քնած է, խանութները հիմնականում փակ են, սննդի կետերից են մի քանիսը բաց, հագուստի մնացած խանութները փակ են եւ միայն զբոսաշրջիկներն են արթուն։ Մի կողմից մյուս կողմ են գնում ճամպրուկներով։ Այսօր Վան Գոգի թանգարան էլ պետք է գնանք 12:40 արդեն ժամ ունեն վերցրեց։ Եթե վերջում ժամանակ մնա, նավով տուր էլ պետք է վերցնեմ, բայց փորձենք ամեն ինչ հասցնենք։ Նոր որ ցույց էի տալիս, այդ այգու մեջ գտնվում է 2 շատ հին եկեղեցի, ժամը 10-ից էր այգին բացվում, բայց մի մարդ ինձ տեսավ, ասաց ուզում ես, կարող ես մտնել, 9:30 է հիմա, այդպես մտա, ասաց եթե լուր ես, կարող ես մտնել եկեղեցու ներսում, որովհետև ինչ-որ արարողություն է, ու կարող ես մտնել եւ դիտել այդ արարողությունը, ինչպես գիտեք, Հոլանդիան շատ հայտնի է իր կակաչներով, գնում եմ շուկա, որտեղ որ կակաչներ են վաճառում, այդ կակաչները այնտեղ որ վաճառում են, այդքան էլ լավը չեն, ոնց որ ավելի շատ տուրիստների համար լինի, բայց դե չենք գնելու, ուղղակի գնում ենք տեսնենք այդ մարքեթը։
Where are you from? United States, that's okay. I'm a flight attendant. Okay, okay. I thought if you wanted to Yes, allow. I know. And how it comes that you can bring it back? Because we have special. Ուսապարկս թողեցի այստեղ, որ հանգիստ գնամ թանգարան ու հանգիստ մանգամ։ Ուղղակի ափսոսում եմ, որ միանգամից հենց գնացքի կայարանում չեմ թողել, որովհետև նորից պետքա հետ կամ վերցնեմ։ Իսկ գնացքի կայարանում որ թողեի, միանգամից գնալուց կվերցնեի կգնայի։ Բայց դե առավոտը 6-ին բան չէի հասկանում ինչ էի ուզում անել։ Ես արդեն Վան Գոգի թանգարանում եմ։ Տեսեք ինչ հետաքրքիր ստապահարան կա այստեղ։ Այստեղ հավաքում եք կոդ հատուկ եւ տարակներից մեկը բացվում է, այդտեղ թողնում եք ձեր իրերը։ Ես թողեցի իմ պիջակը եւ վերջում վերցնում ենք։ Շատ հարմար է։ Անվճար։ Հիշում եք չէ առավոտվա մռայլ եղանակն ու որ մարդ չկար։ Հիմա տեսեք ինչա կատարվում։ Արևա դուրս եկել ու պատկերը սենց է։
Maar we zijn het downloaden. Open je dat waarschijnlijk. Վերջապես հասա հոսթել, այդքան էլ սրտովս չի էստեղ, 4 հոգանոց սենյակ այսպեսի փոքրիկ, էստեղ եմ քնելու, բայց այն կողինի ես պետքա պատրաստեմ, դելա մեծ մինուս, դեռ բաղնիկ զուգարան չեմ նայել, շատ հոգնած եմ, բայց կարևորը հիմա մարդ չկա, որովհետև ժամը դեռ 9-ն է, բայց հաստատ այսօր էլ դուրս չեմ գալու, որովհետև շատ հոգնած եմ։ Մի կարևոր պլյուս կա, չի հիշում դրա մասին, որ նախաճաշը ներառված է։ Ես նորից եկա ճաշարան, ինչ լավ է, որ առավոտը 7:30 եմ եկել նախաճաշի, որովհետև հիմա եկա, որ ուղղակի ինչ-որ կապուչինո խմեմ, այնքան հերթ կա, որ նստելու տեղ էլ չկա, ինչ-որ մեկին խնդրել եմ, որ իրա կողքը նստեմ, այսպես մեկ էլ խնձորի սոկ շատ եմ սիրում, խնձորի սոկ էլ չէի փորձել այսօր, չէի վերցրել, դրա համար էլ եմ եկել։ Ու կգնանք արդեն քաղաք, 10:45 մեր քաղաքային տուրն է, որից հետո արդեն թանգարանել ունենք գնալու, իսկ մնաց այդ ժամանակը կորոշենք ինչպես անցկացնենք։ Ես դուրս եկա, գնում եմ արդեն խմբային տուրին, ստուգել եմ 3 ինչքան եմ քայլել, 21 կիլոմետր, 31,300, ինչքան քայլ եմ արել, տեսնենք այսօր կգերազանցեմ, թե չէ, բայց 3 հաշվի առնենք, որ ժամը 6-ից եմ ոտքի եղել, այսօր ժամը 10-ին եմ դուրս գալիս։ Մի խոսքով, լավ օր, ձեզ էլ եմ մաղթում, լավ օր, գնացինք։ In the back, because on this tour you will see I'm your drama queen and you do not want to miss any of the facial expressions and drama I'm gonna expose on this, all of you. Now I know after this tour I can assure you, all of you, that you will never forget the face. Oh, this is not the picture I want, this is the picture I want. Sorry. Մեր տուրը վերջացավ, գիտնել ասաց, որ այս եղանակին այստեղ սենց հազվադեպ է լինում, որ այսպիսի եղանակ է լինում 18 աստիճանը ու շատ շոկ է։ Հիմա ուզում եմ պիջակս թողնեմ հոսթելում, որովհետև
իմաստ չունի վերցնելու մինչև երեկոյան ժամը 8-ը, տենց 17-16 աստիճան է լինելու։ Ու պլյուսներից մեկն է այս հոսթելի, որ շատ մոտ է կենտրոնին։ Հիմա 10 րոպե ոտքով ճանապարհ դեպի հոսթել, տանեմ կթողնեմ։ Ինչ որ հետաքրքիր առևտրի կենտրոնում եմ գտնվում։ Եկել եմ Ատոմիում թանգարան, որը Բրյուսելի խորհրդանիշն է։ Ատոմիումը իրենից ներկայացնում է երկաթի բյուրեղ, որը մեծացված է 165 միլիարդ անգամ, բայց ասեմ, որ այստեղ շատ մարդ կա։ Դե չեմ զարմանում, որ ինձ թվում է Բրյուսել եկողների 99%-ը գալիս է այս թանգարան։ Այստեղ հնարավորություն կա բարձրանալ Գագաթ թանգարանի, այնտեղից տեսնելու պանորամային շատ գեղեցիկ տեսարան, բայց հերթը շատ է։ Մտածեցի առաջին ավելավ այնտեղ գնամ, հետո նոր կիչնեմ թանգարանի մեջ ման կգամ։ Այստեղ նաև կա ռեստորան ու շատ վատ է, որովհետև ճաշի հոտեր է գալիս այստեղից եւ մոռացա ասեմ, որ այս թանգարանը ունի 102 մետր բարձրություն։ Ես արդեն դուրս եկա, բայց չեմ գնում, քանի որ Getter-Guide հավելվածի միջոցով եմ գնել տոմսերը, որի մեջ նաև ներառված էր դիզայնի թանգարանը, 20-ից 21-րդ դարի դիզայնի թանգարանը։ Այստեղ էլ արագ նայենք ու գնանք, որովհետև արդեն ժամը 4-ն է։ Հույս ունեմ մի քիչ ժամանակ ունենամ էլի շրջելու Բրյուսելում, որովհետև հիմա մութը արդեն ժամը 7-ին ընկնում է։ Իրականում 4 սենյակներ էին ընդամենը բաց, 4 սենյակներում էին ցուցադրություններ, մնացած տեղերը փակ էին։ Եթե ժամանակ ունեք եւ չգիտեք ինչ անեք Բրյուսելում, եկեք այստեղ, բայց եթե իմպես մի օր եք անցկացնելու, հաստատ իմաստ չունի։ Ես երևի ներսում մաքսիմում 20 րոպե եմ մնացել, հիմա արագ գնում եմ քաղաք ու մինչև երեկո մնանք քաղաքում։ Եկեք մի քիչ տրանսպորտից խոսեմ։ Գնել եմ այսպիսի 1 օրյա քարտ, որի արժեքն է 8 եվրո 90 ցենտ։ Հնարավորություն է տալիս սահմանափակ օգտվելու թե մետրոյից, թե տրամվայից, իսկ մեկ ուղղությունը միայն 2 եվրո 80 ցենտ է։ Պատվիրել եմ կրիվետկայի կոտլետներ եւ գարեջուր, ասացին, որ այս գարեջուրը ինչ որ գարեջուրա շամպայն է, թե շամպայնի նման է։ Շատ հետաքրքիր համուն էին կոտլետները ու մատուցել էին
սպիտակ սոուսով հետաքրքիր։ Գարեջուրը նույնպես լավն էր, դառնահամ չուներ ու վերջում եմ տեսել, որ 8%-անոց է։ Toda la ciudad de Bruselas, lo que hace es el río Francesa, no quiero que esté liberado porque es una ciudad y no es una representación. Monsieur, il a dit que chez toi. Ինչպես տեսնում եք, երեկոյան էր շատ գեղեցիկ Բրյուսելը, այսինքն քաղաքի այս կենտրոնը շատ գեղեցիկ է, գունավորությունները մի այլ կարգի հեքիաթային տեսք են տալիս քաղաքի կենտրոնին։ Ինչն է հետաքրքիր այստեղ, որ այս կենտրոնից թեկուզ մի փողոց այն կողմ է գնում, արդեն մարդ չկա։ Որ իմանայի այսքան հսկայական պաղպաղակա հստակ չէի վերցնի, որովհետև վաֆլից հետո դեռ ուշքի չէի գալիս, ասացի լավ մի հատ պաղպաղակ փորձեմ, վաղը որովհետև ընդհանրապես ժամանակ չեմ ունենա, պետք է միանգամից գնամ օդանավակայան, ու չէի կարող պաղպաղակ չփորձեի։ Բարի լույս բոլորին, մեզ մոտ ժամը 8-ն է, ես իջել եմ արդեն նախաճաշելու, որովհետև ժամը 10-ին արդեն պետք է լինեմ ավտոբուսի կայարանում, տան վերցրել եմ յոգուրտ, ջեմ, հաց, կարագ, այդպիսի նախաճաշ է։ Ես արդեն տեղում եմ, ուզում եմ ցույց տալ այս ավտոբուսների ընկերությունը։ Ճիշտ է, ինքը մի քիչ թանկ է 19 եվրո արժի, բայց շատ արագ ամեն 20 րոպեներ շարժվում են եւ քաղաքի կենտրոնից բերում են հենց այս օդանավակայան։
and it must not block any aisle or exit. Now please ensure that your seatbelt is securely fastened, tray table folded, arm